Ինչ վերաբերում է ինչու է պայմանավորված ասապա իշխանությունների եւ մեր որոշ մտավորականների այսօրինակ անհանգստություն։ Ամեն դեպս ինձ համար չի անհանգստությունը, ես վստահ եմ, որ նաեւ Հարանդի համար չի անհանգստությունը։ Անհանգստությունը Հայաստանի վաղվա օրվա նկատմամբ եւ հատկապես ես գիտեմ, որ ինչ էլ ասեմ հիմա, ինչ էլ ասի Հրանտ Մաթեոսյանը, ի վերջո գալու է մի պահ, երբ որ մարդը պիտի վերցնի գրիչը եւ ազգանունների մի ցած պիտի ունենա, ինքը պիտի որոշի այդ պահին իր անելիքը։ Նա որոշելու է ինչից ելնելով, ոչ թե նրանից թե ինչ խոսենք մենք այսօր եւ կամ ինչ կասի երաժշտացիին, ոչ էլ այն բանից թե ինքը ում է ավելի շատ սիրում կամ ում չի սիրում։ Մարդը կարող է, չէ, մյուսին ջնջի, որովհետեւ այն նրան չի սիրում եւ չսիրելով սրան պիտի ընտրի այն մյուսին, այսինքն իր նրան ժխտելու պահանջը կիրականացնի այն մյուսին ընտրելով։ Կարող է այսպես լինել, չէ՞։ Ես կարծում եմ, որ այդ պահին սրան չի գնալու ընտրողը, ինքը գնալու է իր ընտանիքի ապահովությունը ստեղծելու ուղղությամբ առաջին հերթին։ Ինքը շատ լավ գիտի, թե ումից պիտի սպասի իր ապահովությունը, լինի դա սոցիալական, լինի դա առհասարակ։ Մարդու իր ապահովությունը որտեղից է ստանալու, այդտեղ է որոշելու նա, եւ ես գիտեմ, որ այստեղ մեր անելիքը, մեր անհանգստությունը ոչինչ չի որոշելու այստեղ։ Այստեղ նստած ենք, թե չենք նստած։ Իմ արածը քարոզչությունների շատ հասկանում եմ, բայց այդ բանը որոշելու է մարդը եւ դա ինքն իր վաղվա օրն է որոշելու։ Ինձ համար չի ընտրելու ինքը իր Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ոչ էլ Հրանտ Մաթեոսյանի համար է ընտրելու, որտեղ Հրանտը եկավ այստեղ խոսեց։ Նա ընտրելու է իր համոզումներից ելնելով, իր վաղվա օրվա երեխաների համար։ Ամբողջ հարցը սա է, այստեղ որևէ մեկս անհանգստանալու խնդիր չունենք։ Ես չեմ անհանգստացած որևէ մեկի համար, որովհետև գիտեմ, որ ամեն մեկ իր համար շատ հստակ անհանգստացած է արդեն։ Եվ նա այդ պահին է ընտրությունը կատարելու իր անհանգստությունից ելնելով։ Եվ ես գիտեմ, որ չի լինելու Վազգեն Մանուկյան, որովհետև նա գիտի, որ Վազգեն Մանուկյանը խոստացող է։ Բայց նա մյուս նախագահը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստացող չէ, անող է։ Դժվար է, այո, այստեղից մինչև Գերմանիան նույն դժվարության մեջ էր, ամբողջ մի քանդված իմպերիա է, գործարաններով, հարաբերություններով, նյութական, տնտեսական, բարոյապես, մաշված մի հսկա տարածություն։ Այս պարագային ինչ պիտի անի մարդը։ Պիտի ապավինի նրան, ով գոնե արեց հաղթանակ Արցախում, արեց բանակ, արեց որոշակի դրական քայլեր դրսի ուղղությամբ տուն կառուցելու պատը ստեղծեց։ Կգա պահը նաև, գալիս է պահը նաև տան ներս անել, ում պիտի վստահես, նրանով խոստանում է, թե նա ով տեսար որ արեց եւ կարող է անել։ Հստակ բան է սա։ Ես անհանգստանալու ոչինչ չունեմ ինձ համար։ Տղամարդ իր համար անհանգստանալու։ Ես ունեմ, հիմա էլ ես անտագնապ չեմ, երեք էլ անտագնապ չէի, այդպես անդադ վաղվա օրը ինձ անհանգստացնում է իմ երեխաների, քո երեխաների, իմ հարևանների, բոլորիս, բոլորի, ամբողջ ազգի, հիմա էլ անտագնապ չեմ, բայց մյուս դեպքում ես ավելի տագնապներով էի լինելու, այլ դեպքերում ես ավելի տագնապներ արկածների եւ քալագյուզությունների սպասում լինելու եւ բթությունների եւ պատվախնդրությունը, որ խելքի վրա իշխի, ամբիցիաները խելքի վրա իշխեն, ես տագնապներ ունենալու ավելի, քան հիմա ունեմ։ Դրա համար ես առաջադրված քաղաքական լիդերներից նախընտրել եմ հավասարակշիռ մի մարդու, ով որ առաջին հերթին երկիրը արկածների չի տանի, ով որ ամենաուշը եկավ Ղարաբաղյան շարժում, ում համար թանկ էր յուրաքանչյուրի կորուստը, ամեն ինչի կորուստը։ Դուք ինձ գուցեև փորձեք ժխտել, բայց որի մեջ հարադրված են եւ կոմունիստը, եւ հնչակյանը, եւ դաշնակցականը, եւ ՀՀՇ-ն, եւ ռուսը, եւ հարևանները, մնացած բոլոր հարևանները, որոնք բոլորը իր մեջ կան, որը որ վճռական չի որևէ բան կտրելու, թե ահա այսպես պիտի լինի։ Այսինքն ամբողջության մեջ հայ մարդն է։ Այո, հայ մարդն է։